Չեք հավատա, բայց այս կարմրաթուշ, խրխրթան, համեղ միջուկով նրբաբլիթները պատրաստված են առանց ձու, կաթ և միս։ Մեկ բառով վեգան նրբաբլիթներ են մեծ պահքի համար։ Այնքան համեղ են ստացվում, որ ուտողը չի էլ հասկանա, որ մսով չեն։ Սննդային արժեքով և համով չեն զիջում մսով պատրաստված նրբաբլիթներին։ Այս բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթների շերտերը ստացվում են նուրբ և ծակոտկեն, փաթաթելիս երբեք չեն պատռվում։ Միջուկը կարող է լինել ցանկացած՝ լոբով, ոսպով, սիսեռով, սնկով, անգամ կարտոֆիլով։ Քանի որ միջուկը պատրաստելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում, սկզբում պատրաստենք միջուկը։ Ես այսօր պատրաստում եմ ոսպով տարբերակը։ Մեկ բաժակ ոսպը լավ լվանալուց հետո վրան ավելացնում ենք 2,5-ից 3 բաժակ ջուր և դնում ենք ցածր կրակի վրա։ Եփում ենք մինչև պատրաստ լինելը, վերջում ավելացնում ենք մի փոքր աղ։ Մեկ մեծ գլուխ սոխը մանր կտրատում ենք, պետք է պատրաստենք սոխյառ։ Միջուկի մեջ կօգտագործենք նաև կանաչ սոխ և համեմ։ Սոխը տապակում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնա, այնուհետև տաք ձեթի մեջ ավելացնում ենք համեմունքները։ Ես օգտագործում եմ կարմիր քաղցր պղպեղ, սև պղպեղ և համեմի սերմ։ Համեմի սերմը նրբաբլիթների միջուկին շատ յուրահատուկ համ է հաղորդում։ Անպայման օգտագործեք։ Սիրելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք և սեղմեք զանգակ կոճակը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք 1000-ին հասնող շատ համեղ և հետաքրքիր բաղադրատոմսեր։ Նրբաբլիթների շերտերը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 400 մլ ջուր, 200 գ ալյուր, կես ճաշի գդալ շաքարավազ, բուսայուղ, կես թեյի գդալ աղ և 1 թեյի գդալ սոդա։ Միացնում ենք շաքարավազը, սոդան և աղը, վրան լցնում ենք 200 մլ եռացրած-հովացրած ջուր։ Այս բաղադրատոմսով ստացվում է 14-ից 16 հատ բարակ նրբաբլիթների շերտեր։ Խորհուրդ կտամ պատրաստել միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ ստացվում է չափազանց համեղ։ Մաղելով ավելացնում ենք 200 գ ալյուր։ Հարում ենք ձեռքի բլենդերով, որպեսզի գնդիկներ չլինեն, ընթացքում ավելացնում ենք 200 մլ եռման ջուր։ Եռման ջուրը միանգամից չենք ավելացնում։ Մի լավ խառնելուց հետո վերջում ավելացնում ենք 3 ճաշի գդալ բուսայուղ և առանց խառնելու խմորը մի կողմ ենք դնում։ Թողնում ենք հանգստանա 10-ից 15 րոպե։ Բարեկամներ, այս բաղադրատոմսով նրբաբլիթներ պատրաստելուց հետո խնդրում եմ մեկնաբանությունների բաժնում կիսվեք ձեր կարծիքներով, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել, շատ հետաքրքիր է։ Առանձին տեսանյութով իմ ալիքում կտեղադրեմ նաև վեգան նրբաբլիթների շերտերի բաղադրատոմսը, որպեսզի ձեզ համար հեշտ լինի գտնել։ Ոսպը արդեն եփված է, տրորում ենք, վեր ենք ածում խյուսի։ Եթե ամբողջական հատիկներ մնան, այդպես ավելի համեղ է լինում։ Այստեղ ավելացնում ենք սոխառածը, կանաչիները և մի լավ խառնում ենք, միջուկը պատրաստ է։ Այնքան համեղ է ստացվել, որ հենց այսպես էլ կարելի է անուշ անել։ Նույն եղանակով կարող եք պատրաստել լոբով և սիսեռով միջուկները և փաթաթել նրբաբլիթները։ Բոլոր տարբերակներն էլ հիանալի են։ Այս ընթացքում խմորը հանգստացավ, խառնում ենք և սկսում ենք թխել շերտերը։ Առաջին շերտը թխելուց առաջ տապակի վրա մի փոքր բուսայուղ ենք լցնում և տարածում ենք։ Այս գործողությունը անում ենք ընդամենը մեկ անգամ։ Եթե ցանկանում եք ստանալ ծակոտկեն նրբաբլիթների շերտեր, տապակը պետք է շատ լավ տաքացնել։ Չնայած որ խմորը պատրաստելիս չենք օգտագործել ոչ կաթ և ոչ էլ ձու, տեսքը ընդհանրապես չի տարբերվում դասական բաղադրատոմսով պատրաստված նրբաբլիթների շերտերից, համը մի փոքր զիջում է։ Այսպես մեկը մյուսի հետևից պատրաստում ենք բոլոր շերտերը։ Փաթաթում ենք անմիջապես, քանի որ օդի հետ շփվելիս շերտերը չորանում են։ Սիրելիներս, սա այն բաղադրատոմսը չէ, որ այսօր պատրաստեք և վաղը նոր միայն փաթաթեք, այդ տարբերակը այս դեպքում չի աշխատում։ Տեսեք ինչ փափուկ, բարակ, էլաստիկ ծակոտկեն շերտեր են ստացվել, որոնք ժամանակին փաթաթելու դեպքում երբեք չեն ճաքճքում։ Յուրաքանչյուր շերտի վրա դնում ենք 2 լիքը ճաշի գդալ ոսպով միջուկ և գեղեցիկ փաթաթում ենք, ոչ մի դժվարություն։ Երկու կողմից տապակում ենք բուսայուղի մեջ մինչև գեղեցիկ կարմրեն, մատուցում ենք թարմ կիտրոնով, բարի ախորժակ։ Այնքան համեղ են ստացվում, որ պահք չպահող ձեր ընտանիքի անդամները այս նրբաբլիթների կողքով անտարբեր չեն անցնի, դա նկատի ունեցեք։
Դե ինձ սիրելիներս, այսօր էլ ոսպով պատրաստվող շատ համեղ խրխրթան, պահքի նման նրբաբլիթների բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ և եղեք օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։